Վատիկանում Սուրբ Պետրոսի հրապարակում Հռոմի Լևոն 14-րդ պապի հանդիսապետությամբ տեղի ունեցել arczepiskopos Իգնատիոս Մալոյանի և ևս 6 երանելիների սրբադասման արարողությունը։ Արարողությանը ներկա է գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սրբադասման արարողության ընթացքում ի պատիվ Իգնատիոս arczepiskopos-ի հնչել է նաև հայերեն աղոթք։ Նորին սրբությունը փոխանցել է իր խոսքն ու օրհնությունը բոլոր ներկաներին։ Հայազգի Իգնատիոս սրբազանը ծնվել է Օսմանյան կայսրությունում 19-րդ դարավերջին 27 տարեկանում ձեռնադրվել է հոգևորական, անդամագրվել Զմարի պատրիարքական կղերական միաբանությանը, ստանալով Իգնատիոս անունը։ 1915 թվականի հայոց ցեղասպանության օրերին աքսորից ու կտանքներից հետո նրան առաջարկել են իսլամ ընդունել։ Ողջ մնալու դիմաց, սակայն սրբազանը նախընտրել է մահը։ Մեկ դար անց 2001 թվականի հոկտեմբերի 7-ին Հռոմի սրբազան քահանայապետ Հովհաննես Պողոս II Իգնատիոս arczepiskopos Մալոյանին հանդիսավոր արարողությամբ դասել էր երանելիների շարքը։ Թողան միշտ անսասան բահե հավատքի թավանանքը, յուրաքանչյուր մարդու ավետ է փրկության ավետարանը և բոլորը առաջնորդ է թեպի այն հույսը, որ չի հիասթափեցներ։